Բարեբախտություն եմ ցանկանում արդար եւ ազնիվ հայերին։ Ուրեմն ժողովուրդ ջան, գիտեք, որ դեռ անցած տարվանից դեկտեմբերի 25-ից դիմում ենք ներկայացրել ազգային ժողով 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, այդպես ասած, զեկույցը, որ հանրայնացնեին։ Գիտեք, տեղեկացրել եմ, որ ստացել ենք մերժում, քանի որ համարել են, որ դա գաղտնի է եւ այլ, դա ընդհանրապես զեկույց էր, չիսենք անհետ այդ ամեն ինչը հրապարակել եմ, մեջում չեմ ուզում դրան նորից կրկին անգամ անդրադառնամ, բայց կասեմ հիմա ասես մի հատ հետեւյալ բանը, նախ առաջի հերթին շատ թույլ արձագանք եղավ, ինչ կա այդ ենք ասում, ինչ որ մեր ասելով կամ չասելով չի, մարդիկ տեսնում են զոհվածների ծնողների կողմից շատ քիչ մարդիկ միացան այդ կոչին, որ մարդիկ պետք է պահանջեն ճշմարտություն եւ արդարություն։ Այսինքն դրանք պահանջում են իրանց երեխեքի զոհվելու պատճառները կամ վիրավորվելու պատճառները, այդ ամեն ինչը պետք է տեղյակ բանք։ Նորություն չեմ ասել, հիմա ցենց բան որ պատերազմը 44-օրյան դա ծերից ծեր ամբողջությամբ դավաճանված պատերազմ է եղել։ Հիմա այդ դավաճանված պատերազմի դավաճանների անունները ամենայն դեպս զոհվածների եւ հաշմանդամ դարձած եւ անհետ կորածների ծնողները առաջնահերթ պետք է ստանան։ Ովքեր են այդ դավաճանները եւ ում դավաճանության հետևանքով իրանք այդ փորձանքի մեջ ընկան իրանց ընտանիքի անդամները։ Բայց շատ քիչ էր ձենը, որի համար շատ ճիշտ ասած էլի զարմացած եմ, էլի, ասինքն այստեղ քաղաքական պահանջ չկա, նորից եմ կրկնում, մենք չենք ելնում ասում այս մեկը նենց, այս մեկը նենց, սրան վատն է, էնի լավն է, հակառակը, մենք ասում ենք մեզի տվեք ճշմարտություն, որ իմանանք արդարությունը, որ արդար դատաստանի առաջ էլ մարդիկ պետք է կանգնեն, մեղավորները, դավաճանները։ Հիմա ճիշտ է, նաև ունեցանք տարբեր մարդկանց կողմից հասարակական գործիչների, քաղաքական նաև ինչու՞ չէ գործիչների կողմից արձագանք եղավ այդ հարցի վերաբերյալ, որ մարդիկ միացան, իրանք իրանց դեմքով մարդիկ միացան ու պահանջեցին, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի։ Դրա պատճառը ամենամեծ պատճառ, դա կարևորությունը ինչի եմ ես տալին, քանի որ ցավները տանեմ, սաղ լավ գիտեք, որ մեր պատմության ընթացքում դարերով սկսած մենք միշտ ունեցել ենք տարբեր դարաշրջաններում տարբեր դավաճանություններ։ Իսկ այդ դավաճանությունը այսօր այս ազգի մեջ որ սենց շատացել է, սենց քաղցկեղի նման սենց իր սաղ մետաստազներով տարածվել է, դա հենց այն նրա հետևանքն է, որ այդ դավաճաններին չեն դատապարտել, չեն պատժել, ասենք այդ դավաճանությունը այնքան եղել է, որտես մնացել է անպատիժ, դրա համար սենց զարգացել է, մուտացիայի է ենթարկվել ու սենց ավելի լայնածավալ, լայնամասշտաբ է դառել դավաճանություն հասկացողությունը։ Ու այդ է մեր խնդիրների մեր ամենամեծ խնդիրը այսօր կարամ ասեմ, հենց այդ դավաճանությունը։ Հիմա մենք ինչ ենք պահանջում, ցավները տանեմ։ Տվեք մեզ այդ դավաճանների անունները, տվեք այդ ամեն ինչը, որ մենք իմանանք ովքեր են այդ դավաճանները, որ այդ դավաճաններին մեր շարքերի մեջից հանենք, որ մենք վաղը միսօր հանգիստ կարանանք մեր հարցերը լուծենք։ Երկրի մեջից այս ազգի մեջից պետք է առաջինը հանվի այդ դավաճաններին։ Սենց պետք է խիրուրգիչեսկի ճանապարհով սենց կդրել, հանել սաղ իր մետաստազներով, որ վերջես ազգը կարանա շնչի, որ Աստված մի արածե նման իրավիճակ նորից ստեղծվելու դեպքում էլի ոնց որ 44 օրային տարան տղեկին տենց զոհասեղանին դրեցին, դավաճանեցին, տիդո ոչ մեկ չի կարա ինձի հակառակն ապացուցի, որ այդ պատերազմը դավաճանված չի ել ես ինչքան որ այդ դրա մեջ մտել եմ, ինչքան խորացել եմ, ինչքան տեսել եմ, ինչքան լսել եմ, այդտեղ տեղ չկա որ դավաճանց այդ ամեն ինչից բացի էլ իմ համար ամենաայն հեղինակավոր խոսքը, ամենահեղինակություն մեծ վայելող խոսք իմ հենց աղբոր
զոհված աղբորս խոստն ում հետ որ իր ամսի 30-ին ես որ վերջի անգամ խոսել եմ հեռախոսով, ասի ինչ կա դե, ասեց ապեր բարդակ ա։ Ինքն էլ ունես չէր էլի որ միամիտ շարքային sense միամիտ մարդ էր, բացակույն ավարտած տղա էր, ամեն ինչը շատ լավ ջոգում էր, ամեն ինչը շատ լավ հասկանում էր, այդ մարդը տեսավ այդ բարդակը։ Հիմա այդ բարդակի համար պատասխան տվողներ պետք լինեն, այդ բարդակի հետևանքները մենք քաշեցինք։ Հիմա մենք ասում ենք, ասեք մեզի բացահայտեք։ Դուրս ինչի նոր շեշտեցի, որ որոշ ծնողներ пассив մնացին, բայց քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, շատ լավ մարդիկ, շատ པարզ մարդիկ միացան։ Դրանով իրանք հենց ապացուցում են, որ իրանք մաքուր արդար մարդիկ են, ախպեր, վախենալու բան չունեն, թող բացահայտվի, թող դավաճանների իմանանք ովքեր են, թող պատասխանատվության են ենթարկեն։ Ու հիմա ինչ որ հիմա կասեմ, թող սաղը լսեն։ Այս որ ասում եմ սաղը վերաբերվում է ուրեմն նախկիններին էլ, տո ներկաներին էլ, տո ապագայի կողմերին էլ, ովքեր որ այսօր իշխան, մի աշխարհ, սաղ ազգը փրկող, երկիրը փրկող, սաղ ոչմ այն հրեշտակի թևերը մեջտերին աճեցրած, սաղ լավն են, սաղ մարդար են, սաղ ուզում են ախպեր, հարց չկա։ Ոչ մեկի բան չունեմ ասելու։ Ուզում եք, դե ուրեմն միացեք այս կոչին։ Դե դուք ձեր դեմքով բոլորդ, ով որ այսօր հելել եք, որ դուք երկիր եք փրկում, ազգն եք փրկում, դե արեք միացեք այս կոչին։ Դե դուք էլ թող այս ճնշումը ավելի հանրային դառնա, ավելի մեծ դառնա ու իրանք արդեն ստիպված, պարտադրված մեզի ներկայացնեն այդ դավաճանների, դավաճանության այդ սխեման իրանց պարագլուխներով, ով ուզում են ըլնեն։ Դե միացեք, հելեք ու ձեր դեմքով, հելեք հայտարարեք, արա մենք այս ինչես խոսքի, այս կուսակցությունս, այս չգիտեմ ինչս, այս շարժումս, մենք միանում ենք այս կոչին, այս ծնողների բարձրացրած կոչին, որ պետք է 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի բոլոր նյութերը հրապարակվի։ Գաղտնիություն ռեժիմ բացարձակ պետք է չլինի վրեն, քանի որ այդ գաղտնիության ռեժիմը ընդհանրապես թեմա չկա։ Չկա թեմա, որովհետև այդ եղել այնտեղ, կատարվել այնտեղ, Արցախում, հանգարց չմտածեք էլի վախենում Արցախ ասեն, դա կատարվել է Արցախում, որը այս պահի դրությամբ ըստ ներկա իշխանությունների արդեն հայտարարությունների, դա արդեն Ադրբեջանի մասը, որը չի կարա այտենց լինի։ Իմ աղբոր Արունը իմ հողի մեջ է թափել, Նիկոլ։ Թուրքիա հողի մեջ իմ աղբոր Արուն չի թափել։ Հիմա առաջարկս կարծում եմ դժվար բան չասեցի կամ ես ով էլ չմիացավ այդ կոչին, ուրեմն նորից եմ շեշտում, անցած էֆիրիս մեջ էլ եմ ասում, մի հատ էլ եմ ասում։ Ով չմիացավ այդ կոչին, ուրեմն նշանակում է ինքը վախենալու բան ունի, որը քակոտակա մտածի հանգարցակի բացահայտավ, իրանց էլ կբացահայտեն, յակետի էլ լավ կինո։ Դա համար ախպեր քաշվել գրախ չէ, ինչ այլ է, որ նորմալ այլ է ամեն ինչ Դի խեմ ասում, որովհետև տարբեր խողովակներով գալիս է արդեն հասնում է խաբարներ, որ մարդիկ արտահայտվել են, որ մենք հանգարց sense գիտեք ինչ կա, բա պետք է գլուխներն էլ թռնի, բա ամեն ինչը պետք է անի, բա պետք է դավաճանողը այդ որ այդպես դավաճանել է, բա չէր մտածում, որ պատասխան տալու ժամանակերն էլ է գալու։ Հիմա կոչ, նորից կոչ, իմ կողմից հնչում է ձեզի բոլորիդ։ Միացեք էսի քաղաքական, նորից եմ ասում, շեշտում եմ, սա քաղաքական բան չի, սա ճշմարտության և արդարության մեր լրիվ օրինական ձևով մեզ տրված պահանջն է։ Օրինական ձևով մեզ տրված է, որ մենք ունենք այդ իրավունքը այդ պահանջը ներկայացնելու։
Ուրեմն պահանջդ մենք ներկայացնում ենք, ես իմ դեմքով հայտարարել եմ, որոշ ծնողներ արդեն իրաց դեմքով հայտարարել են, տարբեր մարդիկ նորից եմ շեշտում հայտարարել են, որ իրանք պահանջում են, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը ամբողջությամբ հրապարակվի։ Պետք է ամբողջությամբ, դեռ այդ կապիգլամիշնները չի անցնում։ Միացեք բոլորդ, ովքեր որ այսօր քաղաքական պայքարի մեջ եք, կարծում եմ դուք ուզում եք, չէ՞ ինչ որ պետություն հատ երկիր վեկալեք ղեկը, որը որ կլինի ճշմարիտ ու արդար երկիր, առանց դավաճան երկիր, կարծում եմ չեք, չէ՞ դրա հետ առարկություն ոչ մեկը չունեք, որ պետք է այս երկրում լինի ճշմարտություն եւ արդարություն։ Կա ինչ որ մեկը, որ դրա հետ համաձայն չի։ Եթե համաձայն եք, ուրեմն ձեր դեմքով ելեք ու հայտարարեք, որ դուք միանում եք այս պահանջին, այս պահանջին միանում եք, բոլորիդ ասում եմ վերաբերվում, նախկին ներկա եւ ապագա, չգիտեմ, ինչքան կակ, ինչքան որ այսօր մարդիկ եք հելը արդեն ասպարեզ, հելել եք կռիվ եք տալի էլի իշխանության, հելեք ու հայտարարեք, ով կհայտարարի, ոնց որ Նիկոլը բաժանեց այս ազգին սևերի ու սիպտակի, հարց չկա, գոնե այդ սևերի սիպտակից մի բան էլ մենք օգուտ կունենանք։ Այո, որ կելնի կհայտարարի իր դեմքով կաս ինքը միանում է, ինքը վախենալու բան չունի, այն էլ հենց իմ համար սիպտակն է, արդարն է, ով ձեն չհանեց, չխոսանք հանգարց մի բան սենց վրան, ուրեմն ես դու էլ դավաճանների կամ մեկն ես, կամ էլ իրանց հովանավորն ես, կամ էլ գտնում ես իրանց այդ դավաճանների հովանու ներքո։ Ով կասի, ընի արդարն է։ Չունի վախենալու մարդը։ Պահանջելու է, որ այդ արդարությունը բացահայտվի ու ամբողջ ազգն էլ իմանա իր մեջի դավաճանները ովքեր են։ Թող իմանան, թող օրենքի խստագույնս պատժեն։ Մենք ոչ կոչ ենք անում սահմասուդի, ոչ կոչ ենք անում, մենք կոչ ենք անում արդարության, ճշմարտության, այլ բան չենք ուզում։ Ուրեմն կոչս բոլորդ լսեցիք, ծնողներ ջան, զոհվածի ծնողներ ջան, նորից ձեզ էլի ամեն անգամ ամեն իմ եթերից մեջ ես ձեզ եմ ճիշտ չեք անում։ Ձեր այս լռությունով դուք ինչ-որ եթե մտածում եք, թե ինչ-որ քաղաքական ուժեր, ուրիշ այլ ուժեր, եթե կպել եք ինչ-որ քաղաքական այլ ուժի հետ համախոհ եք դառը, հարց չկա, դե իրանց ասեք, թող իրանք պես ամեն ինչը բարձրաձայնեն, եթե մաքուր են։ Կբարձրաձայնեն, ուրեմն մաքուր են, չէ, ուրեմն իրանց տակը կեղտ կա, ուրեմն իրանք վախենալու բան ունեն։ Այդքան բան, պարզ հասարակ տրամաբանություն, ավել բան պետք չի մեզի։ Դուք էլ ժողովուրդ ջան, ծնողներ ջան, ուշքի արեք, պետք չի սս լռել, մեզի չի սազում, մեզի չի սազում, դրանով մենք առաջինը մեր տղեկին ենք դավաճանում, արեք մենք այդ դավաճանների շարքից մեզի հանենք, հենց առաջի հերթին, մենք իրավունք չունենք մեր տղեկին դավաճանելու։ Կսպասեմ մնացած արձագանքներին, կտեսնենք, ես մի գործընթաց էթում արդեն մեկ այլ փաստաբանել է դիմումը ներկայացրել, էլի ազգային ժողովի պատրաստում ենք այլ քայլերի, այնց չի որ էսի սենց մնալու է։ Okay, սեֆիրը արեցի, որ ամել կտենանք էլի մենք է կջոգենք, թե չես խեղ ժողովուրդ հետ չի ջոգում, ով է սիպտակ, ով է սև, ժեժնվել են սաղ դարել են, նիտո կարիշնիվի, նիտո եսի մինչ։ Դες տեսնամ, հարգելի պայքարի մեջ մտած կարկարուն դեմքեր, դե ելեք ու կպեք ես գործին, ասեք մենք էլ ենք միանում ես պահանջին, թող մեծ հանրային ճնշում լինի, իրանք ստիպված, ուզեն թե չուզեն, դա պետք է հրապարակեն, որտեղ չհրապարակելն էլ արդեն ցույց է տալի, որ այդ ով չի հրապարակում, այն արդեն իր դավաճանությունը ապացուցեց, պեչատեց, ով այդ թղթի վրա դրեց գրիվ սեկրետնը,
Էդի արդեն իր դավաճանությունը դրան չմա թե արդեն պարզ է, էդի 5-ի գիտենք։ Իսկ այս մնացածը, որ հիմա ասում եք մենք լավն ենք, մենք ճիշտն ենք, մենք արդարն ենք, հարց չկա, արեք այս պահանջին միացեք բոլորդ, որ կարողանանք ստանանք մեր արդար եւ ճշմարիտ պատասխանը։ Մենակ բարով ժողովուրդ ջան, հույսով եմ այս ամեն ինչը կհասնի ում որ պետք է հասնի ու կհասկանա ինչ եմ ասում։ Լավ մնացեք։